հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը առաքինություն։ Այո, հայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում է։ Եվ ամենքս յուրովի է սիրում մեր հայրենիքը։ Իսկ հայրենիքը այն նվիրական հող է, որտեղ ծնվել, մեծացել ու երազանքներ են ապրել։ Չէ՞ որ մեր մանկության հեքիաթային հուշերն են օրոր ասում սուրբ մաքուր նոր գրքում։ Սրտի բոլոր մուրազներին հասնում են բարի հայրենիքի քարակները լսելով։ Մարդ ինչքան մեծանում, այնքան կարողով ու հարազատորեն է պատմում իր ծննդավայրի, քուր ու ծառի, դաշտ ու սարի։ Ավելի, անվնացող նվիրումով ձգտում է եկող սերնդին կրթելու, դաստիարակելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Մարդկային այս վեր արժանիքներով է օժտված արժանավոր Զավակ Եղիազարյանը։ Նա ջանք ու եռան չի խնայում իր հարազատ օրանում դպրոցական կրթությունից բացի աշակերտների աշխարհայացության։ Լինելով արվեստի երաշխարհով, ընկեր Եղիազարյանը նախաձեռնագրեց այնպիսի հաջողություն, որ այսօր ականատեսը կլինեք դուք։ 2024 թվականի հունվարից գործում է դաշնամուրի, կիթառի, դողոլի և բարի խմբակները։ Շփումը արվեստի հետ սաների հոգին դարձնում է ավելի ազնվագույն, պահպանվում է մեր ազգային արժեքները և վերջապես դաստիարակվում են երաժշտական ելևէջները։ Շնորհակալություն ձեզ, ընկեր Եղիազարյան, այդ հայրենանավեր գործի համար։ Խորին երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ձեր սուրբ գործը և կանգնեցին ձեր կողքին։ Շնորհակալություն ազգությամբ ռուս, արդեն Հայաստանի բանակ, Պյոտր Նեմոյին, դպրոցի երաժշտական գործիքներ, 1 դաշնամուր, 2 կիթառ, 2 դողոլ և 1 երաժշտական կենտրոն նվիրելու համար։ Մեր ծախողությունները